24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ազգային ժողովի պատիվունմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Բարև ձեզ, պարոն Մամիջանյան, շնորհակալ եմ ընկալվելու համար։ Նախ խոսենք եպիսկոպոսած ժողովի մասին, հավաքի մասին, ինչպես Նաթան Սրբազանն ասաց, այսօր Ավստրիայում այնուամենայնիվ կայանալու է, բայց խոչընդոտվեց կաթողիկոսի մեկնելը, քանի որ քրեական վարույթ նախաձեռնվեց եւ արգելք որ նա երկրից բացակայի։ Այս 6 ամիսների ընթացքում տարբեր մեղադրանքներ են հնչել եկեղեցու հանդեպ, ճուլաններ սարքելու, գեղարդը նվիրաբերելու այլ եկեղեցուն, հիմա արդեն կուսակրոնության ուխտը խախտելու, հիմա արդեն կաթողիկոսությունը այլ տեղ տեղափոխելու եւ գանձերը Հայաստանից հափշտակելու մեղադրանքներ Փաշինյանը հնչեցրեց։ Ինչ հիմքեր կան այս ամեն ինչի տակ, դուք ինչ եք կարծում եւ եթե կան նման բան, ինչու այդ դեպքում պատասխանատվության չեն ենթարկվում։ Այդ հայտարարությունների հիմքը տարական դասագրքային հոգեբանության ճշմարտություններում կա, ես մասնագիտությամբ հոգեբան չեմ, բայց մասնագետները կհաստատեն, որ մարդը սովորաբար դիմացինին մեղադրում անում, ինչը ինքը պատրաստ է անում։ Այդ առաջին կետը։ Երբ Փաշինյանը փորձում է պրիմիտիվացնել եւ ավելի շատ մեր եղբայրներ եւ քույրեր խաբելու համար, խաբում է մեր քաղաքացիներին։ Փորձում է նմանօրինակ բաներ ասել, որոնք բնականաբար առաջացնում են այն մեր քաղաքացիները, ովքեր այդքան ուշադիր չեն եղել գործընթացին, զայրույթը, ինքը դա անում է հատուկ։ Հիշում եք ժամանակին էլ ինչ-որ հիմարություններ էր ասում օրենսդրական տեսանկյունից, որ վեհապար հայրապետը հանդիսանում է սեփականատերը, բոլոր գանձերի եւ այլն։ Միակ մարդը, ումից գանձերը պետք է պաշտպանել, դա Փաշինյանն է։ Դուք հասկանում եք, մարդը, որ իմ եւ ձեր հաշվին բանանում, փարթիա կազմակերպում իր յուրայինների հետ, մեքենաներով շրջում է եւ այլն, գալիս է առաջի գործ ամառանոցնա բանանում, վերանորոգում։ Չմոռանանք, ախր դա 7 տարի առաջ է, շատերը մոռանում են։ Առաջի բանը, որ Փաշինյանը արեց, ինքը եկավ կառավարական ամառանոցը դաչաները, այսպես կոչված, վերանորոգեց։ Կա Հայաստանում որևէ մարդ, որ կասկածում է, որ այնտեղ հաստատ ապրելու համար բարվոք պայմաններ էին, որտեղ մինչև իրեն երկրի ղեկավարները եւ առանցքային պաշտոնյաները այնտեղ էին բնակվում։ Հաստատ վերանորոգման կարիք չկար։ Իսկ այդ մեքենաների պարկի նորացումը, մանկական տրավմաների իրացումը մեկ եւ դրոշ պետհամարանիշներով շրջելու համար։ Հիմա էլ ինքը անզգուշություն արեց եւ իր մտքի եղածը այն է գանձերը գողանալը առաքելական սուրբ եկեղեցու հանրայնացրեց։ Այսինքն դրա տակ փաստեր չկա, ինքն ասում է, որ անվտանգության ծառայակիցները տեղեկություններ ունեն շարժերի մասին, այդպես նշեց։ Տեղեկացված են եւ այսօր քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասում է շատ փաստեր կան, մենք հրապարակենք կիմանաք, որ պատրաստում են գանձերը Հայաստանից հեռու։ Փաստերը բանի նման փաստեր են, ԱԱԾ-ի թղթի նման փաստեր են, հայերեն լեզվով խորհրդային ԱԱԾ-ի գործակալ լինելու թուղթը առանց ստորագրության։ Տեսեք, եթե եկեք ամեն ինչ էլի մանրամասն խոսենք։ Սկսենք այդ ապուշ թղթից իբր թե ԿԳԲ-ի ագենտ լինելու։ Եզրասարք եպիսկոպոսը։ Այո, եզրասարք եպիսկոպոսի վերաբերյալ։ Եթե պիտի ապացուցենք, որ դուք ենթադրենք 168 ժամ լրատվականի աշխատող եք։ Այդ դեպքում ինչ թուղթ է պետք հրապարակել։ Այդ դեպքում ես պիտի թուղթ հրապարակեմ իմ ստորագրությամբ, որ դուք 168 ժամի աշխատող եք, թե ձեր թուղթը պիտի լինի, ձեր դիմումը, որ խնդրում եմ ինձ աշխատանքի ընդունել 168 ժամ եւ այլն, տակ ստորագրություն ելնի Միքայել։ Որն է հիմք։ Ինձ թվում է ձեր թուղթը հիմքով, որտեվ ես էլ sense կարող եմ թուղթ տալ, որ Նիկոլ Փաշինյանը թուրքական հատուկ ծառայությունների գործակալ է։ Թուղթ տամ, ստորագրեմ, կնիքով էլ վրան խփեմ։ Մենք լուրջ դեմքով դա պետք է մեկնաբանենք, այս մեկ։ Երկրորդ գանձերի մասով ես արդեն ասացի։ Ինքն է ուզում դրանք հափշտակել, դրա համար փորձում է այլոց մեղադրել դրանում։ Ինչպես իմ համար շատ քիչ են տարբերակները։ Այսինքն լուրջ իրենք ապացույցներ ունեն ու վեհապար հայրապետին դեմ գործ են հարուցում մի վախկոտ տիրադավի պատճառով գրությամբ
Այսինքն իրանք կարող են ապացուցել, ապացույցներ ունեն, որ գանձերը գողացվում են ու քրգործը հարուցում են մի վախկոտ տիրադավի, ով որ վախեցել է, ավելի մանրամասն չեմ ուզում ասել, ինքը շատ լավ գիտի ինչից է վախեցել։ Ինչից է վախեցել։ Ազնական տեղեկատվությունից։ Ես զզվում եմ այդպիսի բաներից խոսելուց, իմ համար դա զզվելի է։ Համացանցում ահռելի քանակությամբ ինֆորմացիա կա դրա մասին, դա բարդ չի, նույնիսկ իր բանի չգիտեմ, Ավազանի անունը չգիտեմ, իսկ եպիսկոպոսից անունը չեմ ուզում օգտագործել։ Խոսքը գնում է նախկին Մասյացոտան։ Այո։ Արման Սարոյանը։ Այո։ Այսինքն կա գանձերը հափշտակելու ապացույց, բայց իրանք դրանով են վեհապար հայրապետին բանանում, դեմ քրգործարություն։ Ու հասկանում եք մի հին ասացված կա, ասում է, երբեք հիմարի հետ մի վիճի ինքը քեզ կիչացնի իր մակարդակ ու կճնշի փորձառությամբ։ Էս է դեպքն է։ Ինքը իջացնում է բանավեճը կեղտոտ մակարդակ, էջմիածնի գանձերը։ Բացի քեզանից էջմիածնի գանձերին ոչինչ չի սպառնում։ Փորձում է հայրաքելական սուրբ եկեղեցու դեմ իր արշավը իջացնի այն մակարդակին, որ մենք դա քննարկենք։ Ես շատերս տրվում ենք դրան ուզած-չուզած։ Ինքնին հայրաքելական սուրբ եկեղեցին մեր համար գանձը անգնահատելի, անհաշվելի, անհնար է մեկնաբանել, թե ինչ կարևոր գանձ է դա մեր համար, հայ ժողովրդի համար, մեր պետության համար, մեր պետականության համար։ Ու փոխանակ մենք դա քննարկենք, մենք լուրջ դեմքով քննարկենք իր հետ, թե ինչ անելու գանձերը։ Կամ առասարակ նա կարող է օրինակ ցանկության դեպքում անգամ գանձերը տանել Հայաստանից։ Իսկ ուր է դեպքում ազգային անվտանգության ծառայությունը։ Չեմ մտնելու այդ քննարկման մեջ, որովհետև այդ նույնն է, ոնց որ հիմա լուրջ սկսենք ես եւ դուք իր հետ քննարկենք, դուք կարող եք իմ վրա ֆիզիկապես կարող եք հարձակվել իմ վրա եւ ինձ ծանր մանրական վնասվածքներ պատճառել։ Նախ ոչ չեք կարող, երկրորդը բայց քննարկումը աբսուրդ է։ Դուք պարկեշտ լրագրող եք, բոլորը գիտեն ձեզ որպես պարկեշտ լրագրող։ Ինչի պիտի այդպիսի բան լինի։ Նույն պատմությունը այնտեղ է։ Հիմա ումից ավելի շատ կսպասեք գանձերի վաճառք։ Մարդուց ով Արցախնա ծախել 5000 լույս տղեկի կյանքա ծախել, ու այդ մարդը խոսում է գանձեր վաճառելուց։ Նյութապաշտության սիրահար կարող է տնենք հաշվենք Արցախում ինչքան գանձեր, իրական գանձեր ուներ հայրաքելական սուրբ եկեղեցին։ Ընդ որում դրանցից ես չեմ կարողանա հասնել շոշափելի արժեք ունեցողների քննարկմանը։ Առաջինը մտքիս ինչպես պարոն Աշոտյանն էր գրել, Հովհաննես Մկրտչին գլուխն է գալու, որ գանձասարում է թաղված ըստ ավանդույթի մեր եկեղեցու։ Ես իր հետ ինչ վերլուծեմ, ինչ գանձեր։ Ասում են նաև կաթողիկոսությունն են ուզում տեղափոխել Հայաստանից դուրս, թռնեն վերև իջնեն ներքև, թույլ չի տրվելու, կոշտ հակազդեցություն է լինելու, դրան հաջորդեց արդեն քրեական վարույթը։ Դե քրեական վարույթը հատուկ է արվել, որպես վեհապար հայրապետին թույլ չտան մասնակցել այն ժամանակ դեռ եպիսկոպոսատ ժողովին, իսկ հիմա արդեն եպիսկոպոսած հավաքին, իսկ ինչ վերաբերում է թռնել վերև, այդ ինքը թռնի վերև օդում մնա մեկը չի կարողանալու հայրաքելական սուրբ եկեղեցու վնասել։ Ես դա ասել եմ միլիարդ անգամ եւ ես միլիարդ անգամ կասեմ, այս ամենից հայրաքելական սուրբ եկեղեցին ավելի ուժեղ է դուրս գալու։ Շատ ավելի ուժեղ, անհայանատ։ Այդ իր բազմիմաստ մտքերն էլ հունիսի 8-ին Պապ Թագավորը եսի մինչև այլն։ Պապ Թագավորը իհարկե շատ հակասական ֆիգուրա է հայոց պատմության մեջ, բայց Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի համեմատվել Պապ Թագավորի հետ։ Մելիք Ֆրանգյուլի հետ խնդրեմ։ Չգիտեմ ով կշահի այդ համեմատության մեջ։ Բայց Պապ Թագավորի հետ ոչ։ Ողջ Պապ Թագավորի հակասական լինելով։ Հիմա այս ծանր մեղադրանքները ինչ նպատակ ունի։ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին տված հարցազրույցին, ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասում է, որ մանկապիղծ հոգևորականներ կան եւ ճշտող հարցինի պատասխանն ասում է, որ 4-5 հոգի այդպիսի կամ բարձրաստիճան հոգևորական։ Շատ էժան մանիպուլյացիա էր, շատ էժան, շատ։ Այնքան էժան, որ նույնիսկ դուրս լրատվականի, ես չեմ սխալվում, գլխավոր խմբագիրներ հարցազրույցը վերցնում, փորձեց բռնել եւ ճշտել հարցը։ Իսկ ում նկատի ունեք վստահաբար խոսելով մանկապարտության մասին։ Ալեն Սիմոնյանը որոշեց վերացական ցնողական պատասխան տա։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Ալեն Սիմոնյանի 4-5 մանկապիղծ կա դիմումով, չէ, ինքը տեղը թողել է իրական ռեկ բառիս համար, ոչ գրական, բայց կրոդիտի ինքը ասել է, ես գիտեմ, ես 4-5 դեպք եմ ասել, նկատի ունեի այն
հիմարությունները իրենք տարածում են Արշակ Սրբազանի եւ մյուս սրբազանների վերաբերյալ։ Ուզում եմ համեմատական տանենք, էլի։ Ալեն Սիմոնյանը մարդ ում դիմումի հիման վրա հենց հիմա Նարեկ Սամսոնյան եւ Վազգեն Սաղաթելյանը անազատության մեջ են, ինքը հայհոյանք է տվել տղաներին, տղաները բացարձակ անհամաչափ պատասխանել են դրան, լրիվ անհամաչափ։ Մեկը մի կերպ, մեկը մի ուրիշ կերպ։ Հետույք բառն են օգտագործել։ Այո, որինի պատասխան ինքը դիմում ա գրել, երկու դիմումներ ա գրել ոստիկանություն եւ տղաներին ազատությունից զրկել են։ Ուրեմն այդ մարդը փաստեր ունի մանկապարտության մասին ու չի բանանում։ Բայց Ալեն Սիմոնյանը առաջինը չի, որ մանկապարտության մասին խոսել է, Աննա Հակոբյանն է խոսել։ Առաջինն է նշվածներից, ով ազգային ժողովի նախագահի աթոռին անստաց։ Մեկ, երկրորդ Աննա Հակոբյանի պարագայում դա առաջին իր անհիմն հայտարարությունը չի։ Հիշում եք դասալիքների թիվը, քանի հազար էր ասում։ 11000 դասալիք։ Հատուկ մեր գործընկերներից մեկը գրություն ա գրել հարցում ռազմական ոստիկանություն եւ զին դատախազություն։ Նույնիսկ մոտավոր թիվ չկարողացան հայտնել։ Այսինքն թիվ այնքան չնչին է։ Այսինքն հայտարարություն են արվում, որպեսզի մարդկանց զգացմունքների հետ խաղան եւ արդարացնեն այն գործողությունները, որ արվելու է առաջիկայում։ Այսինքն նախընտրական շրջան։ Բայց դա ինչքան է օգնելու են ամեն ինչ, որպեսզի իրենց իշխանությունը վերարտադրեն։ Բացատրեմ թե ոնց է տեղի։ Բացատրեմ։ Դա դասական ուղի է, քաղաքագիտական, այստեղ արդեն քաղաքականություն չի, սա արդեն քաղաքագիտություն է։ Համաշխարհային պատմության մեջ հեղափոխությամբ, այսպես կոչված, հեղափոխությամբ իշխանության եկող առաջնորդները որպես կանոն շատ արագ դառնում են դիկտատորներ։ Միապետեր համարյա, որոնք բացարձակ տոտալիտար կամ ավտորիտար ճանապարհով փորձում են պահպանել իրենց իշխանությունը։ Ինչ որ պահից սկսած, երբ որ արդեն երկրի ուժային, դատական, իրավական համակարգերը չեն կարողանում զսպել այլախոհներին, խռովությունը երկրում, դժգոհությունը եւ այլն, այդ դիկտատորները բոլորը անխտիր պատմության մեջ բոլորը միշտ գտնում են ինչ-որ թշնամի ու սկսում են այդ թշնամու հետ պայքար վարել։ Օրինակ կողքի երկրում Ադրբեջանում այդ թշնամին մենք ենք։ Դիկտատորն էլ Իլհամ Ալիևը։ Մեծ դեպքում կաթողիկոս պատմության մեջ ես չեմ կարողանում, ցենց առաջի հայացքից չեմ գտնում այդպիսի դիկտատոր, ով որ ներքին թշնամի վերցրեց, ոչ թե արտաքին։ Միշտ նույնիսկ ամենաահավոր դիկտատորները միշտ արտաքին թշնամի են վերցնում։ Փաշինյանը առաջինն է, որ ներքին թշնամի վերցրեց։ Նախկինները այդ թեման էլ չի աշխատում, արդեն ծիծաղալու է։ Ինքն էլ ասեց, մարդիկ հոգնել են ասում այդ թեմաներից։ Իր ասածը բացարձակական չի, հասկանում եք, ինքը Հայաստանի Հանրապետությունում պաշտոնավարել է արդեն ավելի երկար, քան Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հրաժարական աշխատ։ Փաստա, այսինքն նախկին բառ ասելու ինք իրավունք չունի։ Հիմա ինքը ընտրեց որպես ներքին թշնամի, լինելով բացարձակ զուրկ որևէ բարոյական, հայրենասիրական, պետականամետ մտքերից եւ արժանինքներից եւ արժեհամակարգից, ինքը որպես այդ թշնամի ընտրեց եկեղեցին, հայրաքելական սուրբ եկեղեցին, որի դեմ արշավով ինքը փորձում է ապահովել իր վերընտրությունը, իր հավատարիմ ընտրողների համար բեմադրել ինչ-որ ներկայացումներ։ Այսինքն նա ակնկալել է, որ ավելի մեծ աջակցություն կլինի մարդկանց, եթե ինքը թիրախ է ընտրում եկեղեցուն կամ բացարձակեական չի, մտածում է պետք է աջակցություն չի լինի։ Սխալողությամբ եք գնում, բացարձակեական չի։ Անկամ եթե աջակցություն չկա, դա իր բացարձակ կարևոր չի դա։ Այս ամեն ինչի նպատակը վերընտրվելն է։ Վերընտրվելու համար ինքը էլի պետք է լինի հեղափոխական ամպլուայի մեջ պետք է լինի, բան։ Հեղափոխական Նիկոլ մեսիջը պետք է գա։ Հեղափոխությունը եկեղեցում։ Եթե այդ չստացվեր բաններ անելու, չգիտեմ, ինչ կարար աներ։ Ինչ որ բան, սպորտի ֆեդերացիա կընտրեր ընդեք պայքարեր։ Դահուկա սպորտի ֆեդերացիայում կպայքարեր, որ բանը Ադրբեջանի բառը անունը չփակեին կամ չգիտեմ վերջերս գեղասահքում, չգիտեմ, մեկը նույնիսկ չի համարձակվել Արցախ բառը ասել Արա Գևորգյանի ստացիալության անվանումը։ Կամ տենց ինչ-որ մի բան կաներ, գնար այդ ֆեդերացիայի նախագահին կասեր, որ ինքը լեգիտիմ չի, բան իրան թշնամի էր պետք, ինքը կերտեց եկեղեցուն, վստահաբար նաև կողքից բոնուսներ ստանալով լայքեր
Ադրբեջանից եւ Թուրքիայից, որովհետեւ երբ որ ես երեք կարդում էի ադրբեջանական մամուլը, ինձ թվում էր ես զուգահեռ իրականության մեջ եմ երբեք իմ մտքով չէր անցնի, որ ես ադրբեջանական մամուլում կկարդամ, որ ամենայն հայոց կաթողիկոսի դեմ Հայաստանում քրգործ է հարուցում։ Այսինքն խանդավառությամբ տարածում են այդ տեղեկությունը։ Դե մի հատ էլ իրան երկ կձոնեն Նոլդու Փաշինյանի, մեկ այլ remix կանեն երևի, club version կանեն Նոլդու Փաշինյանի։ Ինքը դրանից է հրճվում։ Բայց Փաշինյանը վստահ է, որ ինքը ընտրվելու է եւ վերջերս վերջին ճեպազրույցի ժամանակ նա ասում է, որ այս ընտրությունների արդյունքում բոլոր նախկին իշխանությունները եւ բոլոր օլիգարխները վերջնականապես եւ անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից։ 2026-ից հետո դուք այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ նախկին նախագահ։ Ինձ դուր է գալի, որ ասում եմ, բայց Փաշինյանը վստահ է, բայց ինչ պետք է վերկանա ասի սրտաճակ եմ լինում, վախենում եմ, որ հայ ժողովուրդը ինձ կվռնդի։ Հայ ակնկալում Փաշինյանից։ Ես ոչ մի զուգահեռ անվանական չտանեմ, որ չբռնեն մի հատ էլ քրգործին վրա հարուցեն, բայց ամենատարբեր եղանակներով իշխանությունից հեռացած եւ հեռացված բռնակալների պարագայում, դիկտատորների պարագայում, նույնիսկ հեռացվելուց 1 օր առաջ իրենք վստահ էին, որ իրենք մնալու են հավերժ իշխանության, իմ որ զուգահեռներ տանեմ դա դառնալու է դիտարկվելու է որպես բռնության կոչ, բայց մի ղեկավար դիկտատոր ու շատ մեծ դաժանությամբ հեռացրեցին իր ղեկավարած պաշտոնից, դրանից 1.5 ամիս առաջ 95% քվեր ստացել իրեն ընտրող խորհրդում, իրեն ընտրող մարմնում։ Դա ոչինչ չի նշանակում, բոլորով հավաքվեն ուրախ բան անեն, ոնց է դա կոչվում։ Վարչաբենդ։ Չէ, դրա հետ չեմ, ժամանակակից նորահայտ ոնց էր, պատկերավորում, ռուսերեն բառը չեմ հիշում։ Երբ որ մարդը նստում է, պատկերավորում է իր երազանքները, ասում են օգուտ է տալի, դե դրանով են զբաղված, սա քփով հավաքվում են, պատկերավորում են, ամեն մեկը իրան մի ձև պատկերացնում է, ես այդտեղ մեկ Հիմա դուք կարծում եք Փաշինյան ընտրություններով է հեռանալու։ Ես կարծում եմ, որ պետք է պայքարել։ Բայց ինչու՞ չկա։ Իմ համար այդ պայքարը ոչ մի վարքյան եւ հանրապետականի համար այդ պայքարը ոչ մի վարքյան չի դադարել։ Չի դադարել 21-ին, չի դադարել դրանից առաջ, երբ շատերը Փաշինյանի հետ բավական հաշտ էին ու համերաշխ, ու չի դադարել հիմա, թե հանրապետականը պայքարի, ահա, այդտեղ վիճել չեմ կարող, ու դժվար ավելի չոր ինքներս մեր թերացումների քննադատ գտնեք, քան հենց մենք դիամավորներս, առնվազն պատիվ ունեմ հանրապետականի պարագայում, հանրապետականը չի էլ պատրաստվում այդ պայքարը դադարել, թե պայքարի որ միջոց է կընտրվի, դա արդեն ցույց կտա ժամանակը եւ մեր քննարկումները։ Այսինքն միջև ընտրություններ պայքար է լինելու։ Ինչի այլ տարբերակ կա։ Չէ, որովհետեւ մենք չենք տեսնում այդ նախադրյալները, որ կազմակերպվի, ամեն դեպքում լուր հանգիստ իրավիճակ է եւ չի խոսում այն մասին, որ ես բացարձակ չեմ ուզում մեղադրել չտեսնելու մեջ, բայց կասեք գոնե 1 շաբաթ, որ հանրապետականը փողոցային ակցիա չունենա։ Ծավալները տարբեր են։ Փոքր ակցիայից մինչև հանրահավաք։ Դե վերջին ազգային ժողովի արչև եղավ գերիների մասը։ Չի եղել 1 շաբաթ, որ չլինի։ Նաև տարբեր պատճառներ։ Նախագահական արչև J.D. Vance-ի այցի ակցիաներ են, հանրահավաք պետք է լինի, մեծ թվով մարդիկ դուրս գան, եթե մենք ակնկալում ենք, որ Փաշինյանը պետք է հեռանա։ Արդյոք այդ տրամադրվածությունը նաև մարդկանց մոտ կա, թե մարդիկ արդեն տրամադրված են ընտրություններին, որ կգնան։ Ես եմ կարող մարդկանց անունից պատասխանել, իսկ կարող եմ հանրապետականի անունից պատասխանել։ Մեր համար պայքարը չի դադարել, չի դադարելու ոչ մի վարքյան։ Ախազգալով, որ այդ հարցը լինելու է, հանրապետականը դեռևս քննարկումների փուլում է, դեռևս չի որոշել ընտրությունների մասնակցության հարցը ու այստեղ միշտ նույն հարցն է առաջանում, բակ ուշանակ եւ այլն։ Այստեղ կա 2 ուղղություն պատասխանի։ Ուղղություն համար 1։ Տեսանելի է, որ շատ ու շատ նոր կամ ոչ այդքան նոր կուսակցություններ բացում են տարածքային գրասենյակներ մարզերում, Երևանի տարբեր վարչական շրջաններում, եւ մենք իրական ընդդիմադիր կուսակցությունների եւ դաշինքներին հաջողություն ենք մաղթում իրենց նպատակների իրականացման մեջ։ Բայց մենք գրասենյակներ բացելու խնդիր չունենք, որտեղ մենք գրասենյակներ ունենք Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, բոլոր բնակավայրերում, փոքրի շատ է մեծ, այսինքն ծածկույթը ապահովված է։ Ինչ անենք մեր նոր գրասենյակները գնանք նորից բացենք։ Հանդիպումներ գրասենյակներում կուսակցական ակտիվի, մեր համախոհների եւ քաղաքացիների հետ հանրապետական ունենում է միշտ։ Հիմա էլ մեր մոտ հաշվետվությունների ժամանակաշրջանը այդ հանդիպումները տեղի ունեն։ Ինչ անենք, դա ներկայացնենք, թողնենք ինչ-որ մի ձև, ինչի համար։ Դա եղել է անցած տարի,
դա լինելու է հաջորդ տարի, դա եղել է 3 տարի առաջ։ Սա այդ հարցադրման հետ կապված իսկ իրոք կհասցնենք եւ այլն։ Երկրորդ մասը իսկ ինչի շուրջ եք քննարկումները անում այսքան երկար։ Մենք ասել ենք, որ մեր նպատակը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է։ Ուստի մենք չենք հավաքվում գործադիր մարմնում, քննարկում, գիտես, ինչ որ սենց անենք մենք 10 падգամավոր կունենանք, որ սենց անենք մենք 15 падգամավոր կունենանք, իսկ սենց անենք մենք 6 падգամավոր կունենանք։ Այս քննարկում չկա։ Երբեք չի եղել։ Ու դժվար է լինի։ Մենք քննարկում ենք բացառապես, թե որ ուղին, որ գործիքը, որ ճանապարհը ամենաշատ օգուտ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Այսինքն որ ուժերի հետ պետք է համագործակցեք, որովհետև Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը չի ներկանալ որպես վարչապետի թեկնածու։ Իհարկե, նախագահ Սարգսյանը դրա մասին բազմիցս խոսել է։ Նշանակում է կամ ներսից պետք է լինի, կամ միավորվեք մեկ այլ ուժի։ Դե, բայց մենք դեռևս առաջի հարցի պատասխանը չենք տվել, մասնակցում ենք, թե ոչ, հաջորդ հարցը ժամանակավոր է կարծում։ Անհոգ եղեք, հանրապետականի քաղաքական փորձառությունը կբավարարի ճիշտ որոշում եւ ճիշտ ժամանակին կայացնելու եւ այն հանրայնացնելու։ Իսկ impeachment-ը ինչու չգործեց։ Նախ անցյալով ես չէի խոսի դրա մասին։ Ես կարող եմ հիմա միլիոն պատճառ բերել, գիտեք։ Եթե ես սկսեմ այդ պատճառները բերել, ես ուզեմ պիտի խոսեմ այն դիմադրությունից, որ այդ ծրագիրը ունեցավ ընդդիմության որոշ հատվածի մեջ, որը իմ համար անհասկանալի է։ Դե, օքեյ։ 4 ամիս անց ես չեմ ուզում մտնել այդ դաշտը։ Ես չեմ ուզում մտնել այդ դաշտը բացարձակ եւ դա չեմ ասում հիմա սա ասելու նպատակով։ Բայց նախ անցյալով դրա մասին խոսել չի կարելի, որովհետեւ դրա հնարավորությունը գոնե իսկ իրավական տեսանկյունից չի վերացել մեկ։ Երկրորդ, բայց քայլեր արվում է արդյոք։ Քայլեր իհարկե արվում է, քայլերը երբեք չեն դադարել։ Դրանց արդյունավետության մասին կարող ենք երկար իրազեկել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ impeachment-ի հայտարարելուց մի որոշակի ժամանակ անց վարչապետի միասնական թեկնածու Մասիսյանի ժամանակվա քաղաքապետ համայնքապետ Դավիթ Համբարձումյանին ապօրինաբար կալանքի ենթարկեցին, ինքը հիմա էլ ատելային կալանքի տակ ազատության մեջ։ Դե համադրելով այս ամեն ինչը կարծում եմ ակնհայտ է պատասխանը, բայց դա չի նշանակում, որ մենք չենք շարունակելու։ Հնարավորություններ կան եւ ես եթե չեմ խորհում հենց ձեր եթերում եմ մի անգամ ասել, որ դեմ լինել impeachment-ին նշանակում է դեմ լինել փողոցային պայքարին, որովհետեւ impeachment-ի ամենամեծ բաղադրիչը փողոցային պայքարն է։ Ուստի եթե Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք ասում են վերջ փողոցային պայքարի էջը փակ է, բայց կան այդպիսի ուժեր, որ նման բան են ասում։ Ես խիստ կզարմանամ, եթե լինի որևէ մարդ, ով Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանում եւ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրությունների պարագայում կասի, որ փողոցային պայքարի էջը փակ է։ Այսինքն ոչ մեկ չի ասում, որ էջը փակ է, բայց եւ փողոցային պայքար չի ընթանում։ Դե, փողոցային պայքար այն ձևով, որը դուք եք հարցնում, նկատի ունեք մեծ համայնք, մեծ հանրահավաքներով, բայց այնուամենայնիվ ասել որ փողոցային պայքար չկա, կլինի անարգանք բոլոր այն երիտասարդների նկատմամբ, ովքեր առնվազն շաբաթը մեկ անգամ այս կամ այն կերպով բարձրաձայնում են այն խնդիրները, որոնք Հայաստանում առկա են, դրանք իմ ընկերներն են, Հայաստանի Պետական Կուսակցության երիտասարդական եւ ուսանողական կառույցի ակտիվը եւ կուսակցականները ավելի մեծ տարիքով, ես համաձայն չեմ իրենց չարչարանքը, տանջանքը, զրկանքները անվանել, որ փողոցային պայքար չկա։ Կա, պարզապես ոչ բոլորի առաջնահերթությունն է այն։ Նկատի ունեմ բացի հանրապետական։ Երեք ավարտվեց ՔՊ կուսակցության խորհրդանական ընտրությունների ընտրական ցուցակի վերջնական կազմը ձևավորվեց եւ 38 ՔՊ-ական չի ընտրել Նիկոլ Փաշինյանին, 932-ից Փաշինյանին ընտրել 894-ը։ Հիմա սա հուսադրող է, կարծում եք։ Չէ, եթե դուք impeachment-ից եք խոսում։ Խորապես թքած ունեմ, դա բացարձակ ցուցիչ չի։ Երբ որ ինձ ասում են, որ այսօր բոլոր ԿՊ-ական երեսփոխանները հերթ կանգնած միահամուռ վանկարկել են ազգային ժողովում, որ մենք երբեք չենք լինելու impeachment, բա ինչ էիք ակնկալում, որ ասեին մենք հեսա ստորագրելու ենք։ Ակնհայտ է, չէ՞, որ այդ բոլոր քննարկումները վարվում են ոչ հրապարակային, ու այդ թիվը ինձ ոչ մի բան չի ասում, իրանց ընտրություններն էլ եւ մի անգամ իրանց ընտրությունները կեղծել էին ու բռնվել էին, որ կեղծում են, ես իրանց ընտրությունները մեկնաբանելու ոչ մի ցանկություն չունեմ։ Ընտրություններից խոսեցիք, ասացիք, որ քննարկումների մեջ եք Սամվել Կարապետյանի հետ կապված ինչ կասեք, այն առաջարկը, որ ներկայացվել է որպես տեխնացու եւ սահմանադրությունը պետք է փոխվի, եթե Սամվել Կարապետյանը ընտրվի վարչապետ, Փաշինյանն ասում է, որ այս ամեն ինչը չպետության մասին է,
եւ Հայաստանի Հանրապետությունը ապա լեգիտիմացնելու վերջին փորձն էր այս ամեն Դուք ինչը։ ձեր հարցին պատասխանել երկու բաղադրիչով։ Առաջին պատասխանում եմ Փաշինյանին։ Մարդ, ով որ ազգային ժողովի ամբիոնի վրա բռնաբարում էր Սահմանադրությունը, Սահմանադրական դատարանի դատավորներին պետության հաշվին կաշառք էր տալիս եւ օրենք էր խախտում։ Մարդ, ով որ ինչ ուզեց, ոնց ուզեց, վարեց, ցանեց Սահմանադրությունը, հիմա խոսում է Սահմանադրություն փոփոխելու մասին, ի տարբերություն իր արած դեպքի, ընդ որում հիմա երկրորդ հատվածը պատասխանից, ես այդքան էլ կոռեկտ չեմ համարում լինելով հանրապետականի գործադիր մարմնի անդամ, մեկնաբանեմ մեկ այլ իրական ընդդիմադիր քաղաքական միավորի ծրագիրը, չգիտեմ ինչի են ինձ այդ հարցը բոլոր լրագրողները տալիս, բայց ես սիրով պատասխանում եմ։ Միակ բանը, որ ես այդ մասով կարող եմ ասել, որոշումը թողնված է Հայաստանի պետության քաղաքացուն։ Այսինքն Փաշինյանի պես չի, որ ասում է գալու եմ 3 միլիոն վարչապետ լինի ու հետո ինքը տակից Վահագն Հովհաննիսյանի հետ Սահմանադրությունն է փոխում։ Հզոր Հայաստան քաղաքական միավորը հայտարարել է, որ եթե ձայն տակ մեզ, ապա ձայնեք տակ, այս ինչ բանին։ Ընդ որում շատ պարզ։ Այստեղ ես չեմ կարծում, որ ես մեկնաբանելու բան ունեմ։ Որոշում ներկայացնելու Հայաստանի պետության քաղաքացի։ Ես որևէ բան այդտեղ մեկնաբանելու չեմ տեսնում։ Իսկ այդ Փաշինյանի դեպքում Դասում եք մեղադրում Սահմանադրությունը խախտելու մեջ, հիմա փաստորեն դուք եք ուզում խախտել։ Իդեպ բոլորը դարձել են Սահմանադրության պաշտպան կողմից։ Չէ, դե այդ շատ խնդալու է։ Մնում է Վահագն Հովհաննիսյանը դրա մասին կարծիք, քանի ինքը անձամբ բռնաբարող է, այսպես ասած, ամբիոնի վրա։ Խնդիրը այլ է։ Փաշինյանը նորից պիտի ասեմ, շատ եմ ասել, բայց էլի պիտի ասեմ։ 21 թվականին Հայաստանի պետության քաղաքացիներին խոստանում էր իր նախընտրական ծրագրով, հետո էլ իր կառավարության ծրագրով, որ դեօկուպացնելու է Շուշին ու Հադրութը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն կարգավորելու է անջատում հանուն փրկության եւ մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Դրանից մի քանի ամիս անց ինքը դրա տրամագծորեն հակառակ լուծմանն է գնում։ Արցախը ինչ իրողություն փոխվեց։ Այդ բան չի թոշակը բարձրացնել խոստանալ չի, որը խոստանաս ընտրություններից առաջ չանես ու հետո ասես դե լավ տնտեսական տարի չէր ամբողջ աշխարհում։ Դա առանցքային կարևորություն է։ Պարզ հարց եմ տալի Նիկոլ Վովայի Փաշինյանը 21-ի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ առաջի օրվանից այդ չագուճը ձեռը ընկներ մարզերը եւ Երևանի վարչական շրջանները եւ ասեր ժողովուրդ ջան ես Արցախը ճանաչելու եմ Ադրբեջանի կազմում մոտ 30 քանի հազար բռնի տեղահանված 20 թվականի պատերազմի ժամանակ է եկել Հայաստան, մի 120,000 էլ գալու է։ Ընդ որում գալը այնպես դժոխային պայմաններով ալնելու, որ գալու ընթացքում ճանապարհին 64 մարդ է մահանալու։ Արցախից Հայաստան գաղթելու ընթացքում, իսկ դա գաղթ է, դա բռնի գաղթ է։ Մահացել է ճանապարհին 60-ից ավել մարդ։ Հələ տենամ այդ պատկերները չագուճ ձեռը գնար հերթով տեղերը ասեր, քանի ձեր էր ստանալու։ Հիմա ինքը ասում է Հիմա տարբերությունը կայանում է հետևյալում։ Ես ժողովրդի զգում եմ բոլորից լավ եւ ես գիտեմ ասել էի հա ինչ է զգում ինքը։ Ինչ է զգում եւ իր ձայնը ասել էի հա ինքը ինչ է զգում։ Երկրորդը ես չեմ մեկնաբանելու երբեք այդ իրենց հոխորտանքները, դե բա ոչ են ասելու կրվելու ենք։ Դե ինչը դրա ինչը մեկնաբանեմ։ Իսկ ինչ վերաբերվում է որ կրվելու են։ Ես ասացի որ վստահ եմ որ կրվելու է։ Ես ասացի որ ես մինչև վերջին նորից կգրեմ հարցը։ Ես ասացի որ ես վստահ եմ որ իրանք կրվելու են։ Ես ասացի որ ես եւ հանրապետականը մինչև վերջին կաթիլը, մինչև վերջին վարկյանը մեր առողջության պայքարելու ենք իշխանապողության համար։ Ես բան չեմ, բախտագուշակ չեմ։ Եթե անգամ ամեն դեպքում որոշեք ընտրությունների մասնակցել, կարծում եք մի քանի բևեռով է ճիշտ հանդես գալ, թե մեկ բևեռով։ Այստեղ էլ պատասխանը կարող է թվա որ ոչ այդքան ուղիղ է, բայց դա է թելադրում իրողությունը։ Ես չեմ կարող կոլբայի մեջ լաբորատոր պայմանների վերաբերյալ քննարկումներ վարել։ Հասկանում եք, բանը չի ինչ որ երրորդ երկիր չի, որ ես էլ որպես քաղաքագետ նայեմ, sense վերլուծություն անեմ։ Իմ երկիրն է։ Իրողությունը դա տեղի չի ունենալու։ Եթե մնացածը խուսափում են դա եթերում ասելու։ Դա իրողություն է, դա տեղի չի ունենալու։
դրա կա միլիոն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Ուստի քննարկել իսկ որ լիներ լավ կլներ 18 թվականին մեր քաղաքացիները չխաբվեին Փաշինյանի կողմից։ Լավ կլներ 18-ի վերջին էլ արտահերթի ժամանակ չխաբվեին, երբ որ հանրապետականը ասում էր, եթե մտահոգ եք։ Լավ կլներ 21-ին էլ չխաբվեին, սկզբից ընդդիմությունը եւ չգնար ընտրական process-ի։ Հետո էլ մեր քաղաքացիները չխաբվեին ու իրաց չթվար, որ Փաշինյանը գալիս է Արցախը պահի Շուշին ու Հադրութն էլ ազատ ագրի։ Լավ կլիներ։ Հիմա լավ կլիներով հարցերին ես չեմ պատասխանում։ Իրողությունն որ այդպես չի լինի։ Չի լինի, այսինքն հնարավոր չի, որ ընդդիմությունը մեկ ճակատով հանդես գա։ Թեորիապես հնարավոր չի, իմաստը որն է։ Տեսանելի է, որ այդպես չի լինելու, չէ՞, արդեն ուժերի մեծամասնությունը բացառությամբ փոխվի այն ժամանակ էլ կմեկնաբանեմ, ես կենացներ չեմ մեկնաբանում։ Եվ Ալիևի հայտարարությանը անդրադառնանք, ակնկալիք կար, որ Ջեյ Դի Վենսը որ գնա Ադրբեջան, ինքն էլ խոստացել էր, որ դե ինքն էր խոստանում, ասում էր, որ գնամ այդ մասին կխոսեմ, բայց փաստորեն Ալիևը շարունակեց իր պնդումները, նա ասում է, որ փաստորեն ռազմական հանցագործություններ են արել, մարդկության դեմ հանցագործություններ են եւ ինքը փակել է այդ թեման, գերիներին չի վերադարձնելու։ Մոտ կար այդ ակնկալիքը։ Ընդ որում ասածս պետք չի ընկալել որպես փոխնախագահ Վենսի նկատմամբ կասկածամտություն կամ թերահավատություն, բացարձակ ռեալ պոլիտիկ չի կարողանում ազդել Ալիևի վրա։ Դե տենց է լինում, էլի։ Հիմա ես չեմ ուզում շատ խորանամ, թե ինչքանով է եղել ճնշումը, քիչ է եղել, թե շատ է եղել, ճնշումն է թույլ եղել, թե դիմադրությունն է ուժեղ եղել, չեմ ուզում այդ դաշտը խորանալ, որ դա փակ դռներու ետևում է եղել։ Ռեալ մարդ կար, որ ինչ-որ ակնկալիք ուներ։ Ես չունեի։ Դե 4 հոգի որեկան ակնկալիք կար, որ միգուցե մի քանիսին ուղարկեն։ Դուք լուրջ հավատացել եք, որ սիրիացի վարձկանների հանձնումը եւ մեր 4 ռազմագերիների վերադարձը իր հետ կապ չունեն։ Դե նույն օրը եղավ, այո։ Չէ, դու երկրագնդի վրա մարդ կա, որ դրան հավատում, հա։ Ակնհայտ է, չէ, որ դա լավ Բարձ հարց տամ, եթե մեր քաղաքացիներից մի հատվածը չգիտի պատմությունը, Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե իբր 4 սիրիացի մարդասպանների հանձնումը, ընդ որում ուշադրություն դարձրեք, ես չեմ քննարկում արժեր թե չարժեր։ Ես փաստերն եմ արձանագրում։ 4 սիրիացի մարդասպանների հանձնումը, հա, մեր 2 սիրիացի մարդասպանների հանձնումը մեր 4 ռազմագերիների դիմաց իրար հետ կապ չունեցող իրադարձություններ են։ Լավ այդքան անմեղսունակ են, որ այդ երկու իրադարձությունները իրար հետ կապ չունեն, իրենք չէին մտածել այդ իրադարձությունները կկապեն իրար հետ, տարբեր օրեր դնեին։ Ակնհայտ է, չէ, որ դա եղել է ընդհանուր գործարք։ Ենթադրում եմ այո, նաև Սիրիայի նոր կառավարության մասնակցությամբ, հաշվի առնելով իրենց կապերը Ադրբեջանի հետ եւ այլն, գուցե Թուրքիան էլ ներգրավված եղել, էական չի, բայց ակնհայտ է, որ դա գործարք է եղել։ Հիմա այդ մի ստից հետո ես լուրջ դեմքով պետք է ասեմ, որ ինչ-որ ակնկալիքներ ունեի, ես ակնկալիքներ չունեի, այդ ինչ-որ հանճարեղ մրցանակը ստանալու հաջորդ օրը թե նույն օրը, հաջորդ օրը հայտարարվեց ՑՄ ազատազրկման խայտարակ քաղաքական վճռները մեր այսինքն արդեն իսկ դիրքորոշումը Ալիևը հայտնեց։ Մոտ ժամանակներս, եթե չեմ սխալվում, վաղ հրապարակվելու է նաև Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կեղծ դատավճիռը։ Լուրջ եք ասում, ինչ ակնկալիքներ։ Դա ընդհանրապես հասկանում եք, այստեղ երկու տարբեր ոչի դիկտատորներ, բայց երկուսն դիկտատոր են, ոնց յուրաքանչյուրը խոսում է բացառապես իր ներքին շուկայի համար։ Ալիևը խոսում է իր ներքին շուկայի համար, Փաշինյանը խոսում է Հայաստանի ներքին դաշտի համար։ Ուղղակի տարբերությունը այն է, որ Ալիևը միջազգային հարթակներում իր երկրին անհրաժեշտ բաները ապահովում է։ Ասեց, չէ, նույն 24-ում էր, թե Մյունխենում էր ասել, չեմ հիշում արդեն, որ Հայաստանը պիտի կատարի վերջին նախապայմանը սահմանադրության փոփոխությունը։ Սիրելիներս, վերջին նախապայման լինում է այն դեպքում, երբ որ նախորդ նախապայմանները կատարված են։ Կարծես այդպիսի արտահայտություն արել, որ Հայաստանում փոխըմբռնում կա այդ առումով։ Բարի ինչ լավ փոխըմբռնում։ Հա, Հայաստանում։ Հա, Հայաստանում կա այդ փոխըմբռնումը, որ պետք է սահմանադրությունը փոխել։ Դե եւս մեկ անգամ Ալիևը օգնության է հասնում Նիկոլ Փաշինյանին։ Ֆիդանը արդեն հասել է, հիմա էլ Ալիևն է։ Ինչ փոխըմբռնման մասին խոսք կարող է գնալ, դուրս գնք փողոց մեր Հայաստանի պետության քաղաքացիներին հարցնենք, դուք օքեյ եք, որ սահմանադրության մեջ փոփոխություն մտցվի եւ մեր երկրի ծննդյան վկայականը հանվի սահմանադրությունից։
անկախության արժեքների մասին է խոսքը։ Այն ինչի վերաբերյալ մեր հայրերն են պայքարել արյամբ կրտինքով։ Բայց այստեղ մեկ վտանգ կա, եթե անգամ պաշտոն հանրակրվե դրվի եւ չընդունվի սահմանաբնականաբար, միգուցե ժողովուրդը ձայն չտա, այսինքն այդ նոր սահմանադրությանը, Ալիևը կարող ասել, որ ահա տեսեք պատերազմ։ Ոնց կարելի է երկիրը հայտնվել։ Այսինքն փակող է այստեղ։ Ոնց կարելի է երկիրը բերել այդ վիճակին։ Մի հատ վերանանք էլի, ընտրություն, այդ ամեն ինչից վերանանք։ Որ վիճակին, որ ակնհայտ է, չէ՞ որ Փաշինյանը ամբողջ քարոզարշավը կառուցելու է թե ընտրությունների եւ թե հանրակրվեի, որ կամ ընտրեք կամ պատերազմա լինելու, ինչը այդպես չի։ Հատուկ եմ նշում, ինչը այդպես չի։ Դե պետք է համոզեք, որ այդպես չի։ Իհարկե, դա էլ մեր աշխատանքն է։ Դրանից հետո եթե հանկարծ ու ինչը բացարձակ այտենց արտառոց արդյունք չի լինի հանրակրվեի։ Ինքը հասկանում է, թե ինչ կազուսբելի դա նշանակում է պատերազմի առիթ։ Ինչ կազուսբելի է տալի Ադրբեջանին։ Ոնց կարելի է երկիրը բերել այդ իրավիճակի։ Փաշինյանի դասական վերսիանը ստորագրել նոյեմբերի 9-ը, հետո ասել դե ինչ եք անելու։ Դուք որ գաք ինչ եք անելու։ Ստորագրել այսինչ դուք ասել դուք որ գաք ինչ եք անելու։ Հայաստանը հայտնվեցնել փակուղու առաջ, ասել դուք ինչ եք անելու այդ դեպքում։ Մենք այս վիճակին չէինք հասնում։ Ընդ որում այս վիճակը էլի քո ներկայացրածով չի, մենակ պատերազմ խաղաղություն ելքը չի, կա նաև բանակցությունների լավարկման ելք միշտ։ Բայց ինքը հասկանում եք Փաշինյանի քարոզարշավի հիմնական սպոնսորները ընդ որում ես չեմ զարմանա, եթե ինչ-որ պահի պարզվի նաև ֆինանսական սպոնսորները։ Հայաստանում չեն։ Որտեղ են։ Այլ երկրներում են։ Հայաստանի համար բացահայտ թշնամանք դրսևորող եւ ոչ այդքան բացահայտ թշնամանք դրսևորող երկրներում քաղաքական տեխնոլոգիան, քաղաքական խոսույթը, քաղաքական դիվիդենդը։ Բայց JD-ն փաստացի աջակցություն հայտնեց։ Ասես նա շարունակական խաղաղություն է։ Դե եկեք հաշվի առնելով ես իմ կարգավիճակը ուղիղ տեքստով բաներ չասեմ։ Բայց Փաշինյանը ինքը չի տերը այս ընտրությունների։ Ինքը այս ընտրությունների գնաց միայն այն կարող էր գնալ միայն այն պարագայում, եթե ուներ Ալիևի ավտոգրաֆը, ինքը ամեն ինչ արեց դա ստանալու համար, այսպես կոչված խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։ Հետո դեպքում նրանք չեն կարող միջամտել, նրանք կարող են աշկ փակել, Եվրամիությունը։ Յուրաքանչյուրը իր դերակատարումն անելու։ Ինչ որ կառույցներ աչք են փակելու խախտումներին, բռնաճնշումներին, քաղաքավանդարկյալներին եւ այլն։ Ինչ որ կառույցներ ակնհայտ աջակցություն են հայտնելու, ինչ որ կառույցներ ֆինանսական աջակցություն են հայտնելու, ինչ որ կառույցներ հնարավորություն են տալու, որ Փաշինյանը մարդկանց կյանքերի վրա քաղաքական դիվիդենդներ վաստակի։ Դա իր համար նոր չի 21 թվականի ընտրություններից առաջ ինքը գերիների մի մեծ խումբ վերեց ընտրություններից մի քանի շաբաթ առաջ, թեպետ կարող էր վերել դեռևս նոյեմբերի 9-ին։ Մենք խոսում ենք մի մարդու մասին, ով ամեն ինչի է պատրաստ իշխանությունը պահպանելու համար, ու այդ համաշխարհային ներկայացման մեջ բոլորը իրենց դերակատարումը կունենան, անխտիր բոլոր։ Մանդիմության դիրքերը չի թույլանում այս դեպքում։ Եթե ես երբ որ որոշել եմ Փաշինյանի դեմ պայքարել, չեմ հարցրել, իսկ հեշտ ալնելու թե դժվար ու հետո որոշում կայացրել։ Մենք պայքարում ենք Փաշինյանի դեմ, որովհետև այդպես է պետք, որովհետև դա է պահանջում մեր առաքելությունը, դա է պահանջում Հայաստանի Հանրապետության գոյությունը, այլ ոչ թե նրա պատճառով, որ դա հեշտ է, դժվար է, լայք է բերում կամ ձայն է բերում, որում իմ նշածներից յուրաքանչյուր պատճառով պայքարողների պակաս չկա։ Մենք պայքարում ենք, որովհետև գիտենք, որ դա է շիտակ ուղի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում էի ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։